Ներողություն մի հարց, եթե կարելի է, դուք ակտիվ մասնակցում եք ամբողջ քարոզչության ընթացքում, հիմա այս հետընտրական գործընթացները հաշվի առնելով, ինչպիսի գնահատական ունեք արդար եւ թափանցիկ ազնիվ օրենքի տառին համապատասխան էին անցել ընտրությունները, թե չէ։ Ինչի մասին որ խոսեցիք, դա տվյալ պարագայում աբսուրդի ժանրից է, որովհետև այսպիսի խայտառակ բովանդակությամբ քարոզարշավ ես երբևէ չեմ տեսել իմ բավականին երկար կյանքի ընթացքում։ Չգիտեմ էլի ինչ ասել, սա ախր որգրամոլ է, որգրամոլությունը ոչ միայն աստվածաշնչյան մեղք է, այլև ծանր հոգեկան հիվանդություն։ Այդ քարոզարշավի ժամանակ որևէ ծրագրից խոսեց, բացի հայոյանքից, բացի զրպարտանքից, բացի անհակ ձևով վրա պրծնելով այդ դրված սեղաններին, ամոթ է, եթե մարդ հայ է, պիտի ուղղակի իրեն ապտակված զգա, որ իր երկրի վարչապետի աթոռին վեր ընկած է նման խեղկատակ։ Ես արդեն չգիտեմ, մեր ժողովրդի հետ ինչ-որ հիպնոսային բան է կատարվում, թե չէ ինչպես կարելի է օրինակ տեսնել սրա վարած։ Գրել հետո կշարունակենք, խնդրեմ։ Ներողություն։ Պարոն նախագահ, ինչպես կմեկնաբանեք ԲՀԿ-ի հետ կատարված։ Դեպի մեկ ես բագրատ ասել է, չէ՞ որ դատարանի դիմաց հարցազրույց չեմ տալիս, պիտի ասացեմ։ Բայց հիմա շատ խառը իրավիճակա ձեր պատասխանն ենք սպասում, պարոն նախագահ։ Բայց ինչ-որ մի ժամկետ է։ Ներողություն, շարունակենք, եթե կարելի է, մինչև դատական նիստը սկսել է, ասացիք, որ հիմա խնդրեմ բացատրեք այդ դեպքում, ասացիք հիպնոզ է կատարվում ժողովրդի հետ եւ այլն, ինչպես կբացատրեք 700,000-ից ստացած ձայները։ Ուղղակի մտածում եմ, մեր ժողովուրդը երբ դարձավ այսքան անճաշակ ու բթամիտ, որ այսպիսի խելառին կապելու գժին պարզապես դարձնի վարչապետ եւ դեռ ցանկանա, որ նրան տեսնի աթոռին նստած։ Գիտեք, մի անգամ Միկին ասում էր, Ռոբերտին կարող է մոտենալ, Նիկոլից փաթաթվում եմ, համբուրում եմ, պատշում եմ, այսինքն սրանց մտածելակերպի մեջ վարչապետը պետական պաշտոնյան ընկալվում է որպես փողոցի ծանոթ, մոտիկ ծանոթ, որին կարող է համբուրել, փաթաթվել, մեռնել ջանին եւ այլն եւ այլն։ Այսինքն մեր ժողովրդի մեջ երևի պետականության զգացումը չկա, ոչնչացել է այս 8 տարիների ընթացքում, անկեղծ եմ ասում, առաջ այսպես չէր, երբեք այսպես չէր, որովհետև այսօր եթե դպրոցներում արգելված է հայրենասիրություն բառն արտասանել, եթե դպրոցներից հանել են բոլոր հերոսների թաղամասերով քայլել են, հավաքել են զոհվածների տվյալները, որպեսզի գոնե հանրագիտարանում տեղավորվի նրանց անունները։ Գիտեք, երբ որ ես դիմում էի ծնողի, որ մի փոքրիկ այդ կենսագրությունները 18 տարեկան տղայի կենսագրությունն ինչ է, որպեսզի իր ծնողը ինքը գրի տա, որպեսզի ոչ մի սխալ չլինի, որովհետև ահռելի էր նույն անուն, նույն ազգանունը, տարբերությունը մնում էր, ասենք, ծննդավայրի եւ այլն եւ այլն։ Գիտեք, շատ ծնողներ ասում են, հո Նիկոլի դեմ չեք անում։ Գետինը մտնեք դու էլ, ձեր Նիկոլն էլ, ես չգիտեմ էլի ինչ ասել, ես ինչ, սա ինձ հիշեցնում է Գաբրիել Գարսիա Մարկեսի 100 տարվա մենությունը, ես ինչ էր, արդեն մեր երկրում երևի երեխաները կծնվեն իգուաններից, եթե այսպես շարունակվեց, ես հիմա գտնում եմ, որ դեռ ամեն ինչ կորած չէ, երեք այս իրակպես ընդդիմադիր ուժերը պետք է դետալ առ դետալ քննարկեն բոլոր քայլերը պետք է վերցնեն մանդատները եւ գնան խորհրդարան վերցնել մանդատ մյուս ասում է չէ չվերցնել ես այն կարծիքն եմ որ պետք է վերցնել
որովհետև որ հրաժարվեցին, չվերցրեցին, էլ դա հետ վերցնել հնարավոր բան չի։ Այ անցած այս նստաշրջանի ժամանակ էլ որ ասում են մանդատները թող դնեն դուրս գան։ Ես քանի անգամ եթերում ասել եմ, եթե դուք մանդատները դնելու միամտություն ունենաք, գիտեք ինչ կլինի, ԿՊ-ից մի 10 հոգի, 15 հոգի կհայտարարեն, որ դուրս են գալիս, իրենց կհայտարարեն ընդդիմություն եւ ինչպես հարկն է երկրի հախից կգան, արդեն իրենցով մանդատ դնելու մանդատ մենք չենք տվել տեխնացուներին, նրանք իրավունք չունեն մանդատ դնելու։ Ես դեմ եմ այն քաղաքագետներին, ովքեր այդպես են մտածում կամ սովորական մարդիկ շարքային։ Ես հիմա որ գալիս եի այստեղ մի դեմքով եմ ճանաչում, շատ ջերմ բարևեց, այսօր եք գնում, ասում գնում եմ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված դատական նիստին մասնակցելու։ Ում կողմից եք, Քոչարյանի թե ու ազգանունն է տալիս Փաշինյանի, ասա ամոթ քեզ։ Ես ոնց կարող ես շփոթել։ Դե ասում է Փաշինյան բանը Քոչարյանը ինքը Պետրոսի մոտ ասել է, որ ինքը բոլոր հողերը նախորդ ճանաչել է։ Ասում լսի այ բութ չդիմացա, այ բութ։ Ասում է դե ես չգիտեմ, ես երաժիշտ եմ, այսինքն եթե ինքը երաժիշտ է, մարդ չի։ Եթե ինքը երաժիշտ է, հայ չի, եթե ինքը երաժիշտ է, կրթված անձնավորություն չեն նշանակում է։ Ասում է կողքից ասացին, ես էլ կրկնում եմ, այ հիմա ինչ որ ասեմ պիտի կրկնես, եւ այսպես շարունակ մեր ազգը իջավ ժողովրդի մակարդակին, քիչ էր, ժողովրդի մակարդակից էլ իջնում է ամբողջի մակարդակի, սա ողբերգություն է։ Սա ողբերգություն է։ Շնորհակալ ենք շատ մեկնաբան։ Շնորհակալ, ես եմ շնորհակալ։